Այսօր ուզում եմ մի հատվածից խոսեմ, որ մեզ ամեն մարդկությանս բոլորիս կապում է իրար հետ։ Ամեն մարդ այս աշխարհ գալով, ծնվելով, ամեն մեկս փորձում ենք մեր կյանքում գտնել մեր տեղը։ Կարծես ամբողջ աշխարհի մեջ խսկվենք ու գտնենք մեր տեղը, ու երբ որ մեզ հարցնեն դու ով ես, մենք ասենք ես էս ինչն եմ։ Իրականում շատ կարևոր է հասկանալ, թե ով ենք մենք, ինչի համար ենք ապրում, որն է մեր նպատակը, ուր ենք ուզում գնալ, առանց դրա անհնար կներ ապրել։ Բայց մենք որպես հոգևորներ պետք է դիմենք այս հարցի համար Աստծո խոսքին, թե ինչ է ուզում Աստված, ինչ է ուզում որ դնենք մեր առաջ, ինչ նպատակներ է ուզում որ մենք ունենանք ու ապրենք դրանով։ Եկեք կարդանք միասին Գործք առաքելոց 17-րդ գլխի 26-ից 27 համարները։ Եվ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն նրան եւ գտնեն, թե ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը։ Աստծո խոսքն ասում է, որ ամեն մարդու դրեց, որպեսզի ամեն մեկը փնտրի Աստծուն ու գտնի նրան։ Խնդրելը նույն համարժեք բառն է փնտրելը։ Այսինքն Աստված մարդուն դրեց, որպեսզի փնտրի իրան, գտնի իրան եւ ապրի այդ նպատակով, որպեսզի մեր նպատակը լինի Աստծուն փնտրելը, Աստծո հետ լինելը։ Գիտեք, մեր կյանքում հաճախ հանդիպում են հոգսեր, խնդիրներ, շատ կենցաղային հարցեր, ամենօրյա հարցեր։ Օրինակ դրա մասին խոսում է Մատթեոս 6-րդ գլուխ, ասում է. հոգս մի արեք, թե ինչ պետք է ուտեք, ինչ պետք է խմեք, ինչ պետք է հագնեք։ Ձեր Աստված այդ ամեն ինչը ձեզ տալու է։ Բայց դրանից առաջ 6-րդ գլխի 33-րդ համար Աստված ասում է. դուք նախ Աստծո արքայությունն ու արդարությունը փնտրեք եւ մնացածը կտրվի ձեզ։ Աստված չի բացառում, որ մենք ունենք խնդիրներ, ունենք հոգսեր, ունենք հագնելու կարիք, ուտելու կարիք, թե ու շատ sense կարիքներ։ Բայց Աստված մեզ ասում է, որ դու նախ առաջինը նա ինձ, դու նախ առաջինը փնտրի ինձ, փնտրի իմ արքայությունը, փնտրի իմ արդարությունը, մնացածը ես քեզ ավելիով կտամ։ Ոչ միայն բավարար, այլ նաև ավելիով կտամ քեզ։ Ես ուսումնասիրել եմ թագավորների կյանքերը, թե ինչպես են իրանք ապրել, ինչեր են փորձել փնտրել, ինչ խնդիրներ ա եղել իրանց թագավորության մեջ ու ինչերի են հասել։ Ուզում եմ այսօր մի քանի հատ թագավորի կյանք նայենք իրար հետ։ Առաջինը եկեք նայենք Սողոմոնին։ Սողոմոնը աշխարհի են ամենահաջողված մարդկանցից մեկն էր։ Իր ժամանակում արծաթը քարի նման էր։ Եղևնափայտը դարձել էր մոլախոտի նման բան։ Ինչի, որտեվ Սողոմոնը իր սրտի մեջ դրել էր, որ ինքը փնտրեր Աստծուն, որ ունենար Աստծուն։ Հետարքիր է, որ Սողոմոնի կյանքը նայելով տեսնում ենք, որ նաև իր երկիրն էլ է բարգավաճում։ Եթե ուսումնասիրեք Սողոմոնի կյանքը, թե ինչքան է ինքը ոսկիներ ստանում ուրիշ երկրներին, գրավում, կառավարում, քաղաքներ շինում, ամրոցներ շինում, տեսնեք ինչքան հաջողված է եղել Սողոմոնը։ Նույնիսկ Սաբայի թագուհին, որ գալիս է նրան այցելելու, ասում է երանի քո ծառաներին, որ քեզ լսում են։ Թագուհին գալիս է, ասում է երանի քո ծառաներին։ Սողոմոնը մի բան էր հասկացել, որ եթե փնտրես Աստծուն, եթե նախ դու առաջինը դնես քո կյանքում Աստծուն, մնացած բաները ավելիով կտրվի քեզ։ Սողոմոնից հետո հաջորդեց Ռոբովամը։ Եկեք ոչ թե հոգևոր առումով նայենք, բայց եկեք նայենք մարդկային առումով։ Սողոմոնը կառուցել էր պարիսպներ, սարքել էր մի մեծ տնտեսություն, որ իրանից եկող հաջորդները, որ պետքա ավելի մեծ դնեին, ավելի մեծ բաների հասնեին։ Բայց եկավ Ռոբովամը, ու Ռոբովամը չփնտրեց Աստծուն։ Չակնածեց Աստծուց։ Երկրորդ Մնացորդ 10:12-ի 14-ում գրված է, որ Ռոբովամը չարություն արավ, որովհետև իր սիրտը չուղեց, որ Տիրոջը փնտրի։ Երբ որ Ռոբովամը եկավ թագավորության,
ամենախայտառակ իրավիճակն էր Իսրայելում։ Իրար եղբայր ցեղերը բաժանվեցին իրարից։ Հուդան ու Բենյամինը ուրիշ ցեղ դարձան, ուրիշ երկիր դարձան, Իսրայելի գնացին, առանձնացան, երկու թագավորություն դարձան։ Ինչի համար, որովհետև թագավորը իր սիրտը ճուղեց ու չփնտրեց Աստծուն։ Կամ մտածենք, լավ, Սողոմոնը ամեն ինչ պատրաստել էր, ամեն բան, երբ որ նկարագրությունը նայեք, որ Սողոմոնը ինչ ձևով է նույնիսկ տաճարը կառուցում, նույնիսկ մեր ժամանակների մեջ այդ զարմանալի է, ինչ մեծ փառքով է կառուցում ինքը տաճարը։ Բայց երբ որ իր որդին գալիս է, չի փնտրում Աստծուն, կորցնում է ամեն ինչ, կորցնում այն ամեն փառքը, որ Աստված տվել էր Սողոմոնին։ Հաջորդ թագավորը, որ նայում ենք Աստվածաշնչի մեջ, կարելի է նայել Հովսեային։ Հովսեան 8 տարեկան էր, երբ որ թագավոր դարձավ։ Ինքը երբ որ եկավ թագավորության, ամեն բան ավիրված էր։ Պատերազմներ էր եղել իրանից առաջ, իր հայրը շատ շուտ էր մահացել, իր պապն էլ կռապաշտություն էր արել։ Հովսեան եկավ, թագավոր դարձավ 8 տարեկանում, ամեն ինչ կործանված։ Բայց Հովսեայի համար գրված է, որ ինքը 16 տարեկան էր ու իր սրտում դրեց, որպեսզի Աստծուն փնտրի։ Երկրորդ մնացորդած 34-ի 3-ում ասում է, որ ինքը սկսեց խնդրել իր Աստծուն ու դրանից հետո սկսեց քանդել աստարոֆները, քանդեց կուրքերը, սեղանները։ Երբ որ նայում ես Հովսեայի կյանքին, 8 տարեկան էր, երբ որ թագավոր դարձավ։ Արդեն 20 տարեկանում ինքը մեծ բաների էր հասել։ Ամբողջ կռապաշտությունը հեռացրել էր Իսրայելից։ Աստված օրհնել էր իր տունը, Աստված օրհնել էր իր երկիրը, Աստված օրհնել էր իր պտուղները, իր բնությունը, տնտեսությունը, ամեն բան։ Որտեվ Հովսեան իր սրտում դրել էր, որ փնտրի Աստծուն։ Երբ որ նայում ենք, կարծես անտրամաբանորեն է։ Երբ որ քեզ հասնում է ինչ-որ խարխլված, փչացած երկիր, բայց դու դրան հասցնում ես մի բարձունքի։ Նույնիսկ երբ որ դու փոքր տարիքի ես, Աստծո խոսքը միշտ ճշմարիտ է։ Ասում է, եթե դու ինձ փնտրես, ես քեզ ամեն բան կտամ։ Բայց մի հատ պայման կա, մի հատ բանաձև կա։ Առաջինը ես պետքա լինեմ քո կյանքում։ Առաջինը դու ինձ պետքա փնտրես, ոչ թե ուրիշ բաներ, այլ դու պետքա լինես իմ առաջին։ Ես լինեմ քո կյանքի առաջինը։ Հետարքիր է նայել Սաղմոս 121 առաջի խոսքերում, կարծես Դավիթը շփոթված ասում է, աչքերս բարձրացնում եմ դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Հետո կարծես ուշքի է գալիս, ասում է, իմ օգնությունը Տերիցն է։ Ինքը հասկանում է, որ իր օգնությունը ուրիշներից չի, իր օգնությունը փողից չի, ինքը չի կարող իր հույսը դնել փողի վրա, շատ աշխատելու վրա, ուրիշ ազգերի վրա։ Դավիթ ասում է, իմ օգնությունը Տերիցն է։ Ու մենք տեսնում ենք Դավիթի կյանքը, թե ինչքան տեղերից է, թե ինչքան բաներում է Աստված օգնում իրան։ Եկեք նայենք Իսրայելի կյանքը։ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսի ժամանակ, երբ որ գերի էր, Փարավոնի ձեռքի տակ գերի էր։ Աստված ասել էր, եթե դառնաք ինձ, ես ձեզ կազատեմ։ Եթե նույնիսկ երկրի ծայրերն էլ լքված լինեք, ես ձեզ կբերեմ հետ ձեր երկիրը։ Նայում ենք Իսրայելի կյանքին։ Իսրայել ժողովուրդը իր մեղքերը թողեց, փնտրեց Աստծո երեսը ու Աստված հրաշքներ արեց։ Ամբողջ Եգիպտոսի տիրապետությունը քանդեց։ Երբ որ նայում ենք 10 պատուհասները, որ եկան Եգիպտոսի վրա, կտեսնեք քայլ առ քայլ, տնտեսության ամեն կետ, ամեն բան, որի վրա հենված էր Փարավոնի իշխանությունը, Աստված ամենը քանդում է։ Ինչի, որովհետև իր Իսրայել ժողովուրդը դարձի էր եկել, փնտրում էր իր Աստծուն։ Մի ուրիշ ձև նայենք, երբ որ արդեն Իսրայելը գերի էր գնացել Պարսկաստանի տիրապետության տակ էր։ Այդ ժամանակ Պարսկաստանի թագավորը Կիրոսն էր։ Ինքը հեթանոս թագավոր էր, բայց իրականում Կիրոսի կյանքը նայելուց շատ հետաքրքիր է, որովհետև Աստված իր Կիրոսի կյանքը հենց ձևափոխում, որ ինքը իր գերի ժողովրդին, որ ինքը որ վերցել էր գերի, ասում է գնացեք ձեր երկիր, ձեր Աստծո տաճարը կառուցեք։
Եզրաս առաջի գլխի առաջին համարը սենց է ասում. Եվ Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար Տերը զարթնեցրեց Պարսից Կյուրոս թագավորի հոգին, եւ նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաեւ հրովարտակ արձակեց ասելով. Այսպես է ասում Պարսից Կյուրոս թագավորը. երկրի բոլոր թագավորություններ ինձ է տվել երկնքի Աստվածը, Տերը։ Հասկանում եք, հեթանոս թագավորն ասում է Եհովա Աստծո մասին, Իսրայելի Աստծո մասին, որ ինքն է Տերը։ Եվ ասում է, նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։ Ինքը իր գերի, այն ժողովրդին, որ գերի է վերցրել, իրանց Աստծուն կոչում է իմ Աստված։ Իմ Աստված ինձ պատվիրել է, որ ես իր համար տուն շինեմ։ Իսրայելի ժողովրդին տալիս է ամեն հարկավոր բան։ Գերի ժողովրդին տալիս է ամեն հարկավոր բան, որպեսզի գնան ու Աստծո տունը կառուցեն։ Երբ որ Իսրայելը դարձի եկավ, սիրտը ուղղեց Աստծո առաջ, փնտրեց Աստծո երեսը, Աստված Կյուրոսի սիրտը փոխեց։ Գիտեք, հետարքիր մի բան կա, որ Աստվածաշնչում Առակաց 21:1-ում ասում է, որ Աստված ասում է, որ թագավորի սիրտը ջրի վտակների պես է իմ ձեռքին, որ ուղղությամբ ուզեմ, այն կողմել կտանեմ։ Աստված ասում է, որ թագավորներ դնող հանողը ես եմ Դանիելի գրքում։ Մեր ապավինությունը Աստծո վրա է։ Մեր ապավինությունը մեր երկրի վրա չի, մեր տնտեսության վրա չի, կուսակցությունների վրա չի, մեր երկրի թագավորի վրա չի։ Աստված ասում է, եթե դու քո սիրտը ուղես իմ վրա, առաջինը փնտրես ինձ, ես ամեն բան կհոգամ։ Նույնիսկ թագավորությունները, իշխանությունները Աստծո ձեռքի մեջ են։ Մեզ պետք չի հոգս անել, թե ով կլինի, ինչ կլինի։ Մեր առաջի հոգսը պետք է լինի Աստծուն փնտրելը, Աստծո կամքը խնդրելը, նաև Աստծո կամքը խնդրելը մեր երկրի կառավարության համար, իրանց համար աղոթելով։ Մենք շատ հարցեր կա մեր կյանքի մեջ, որ մենակ չենք կարող անել։ Օրինակ վերցնենք ավետարանչությունը։ Մենք ամեն մեկս էլ ունենք մեր կյանքում մեկին, որ կուզեինք փրկեինք, որ կուզեինք Աստծո տուն բերենք, ճանաչեցնեինք, թե Աստված ինչքան մեծ է։ Բայց ինչքան օրինակներ ունենք մեր կյանքում, որ մեր բարեկամների հետ, մեր հարազատների հետ, ինչքան խոսում ենք, չեն ընդունում իրանք։ Խնդիրը նրանումն է, որ նախ առաջինը մենք պետք է Աստծուն փնտրենք։ Նույնիսկ ավետարանչության մեջ մենք պետք է Աստծո կամքը խնդրենք, Աստծո հետ լինենք։ Հռոմեացիս գիրքն ասում է, եթե Աստված մեր կողմն է, ելով է մեզ հակառակ։ Նույնիսկ ավետարանչության մեջ մենք պետք է փնտրենք Աստծո կամքը։ Կյուրոս թագավորը Պարսից թագավոր էր։ Ինքը հեթանոս թագավոր էր, բայց Աստված այնքան էր փոխել իր սիրտը, այնքան էր իր կյանքը փոխել, որ իր սրտի մեջ դրեց, որ իր համար տաճար կառուցի։ Թող մեր կյանքի ամեն իրավիճակի մեջ, ամեն ոլորտի մեջ, ամեն բաների մեջ մենք մեր առաջ դնենք, որ ամեն ինչից առաջ մենք պետք է Աստծուն փնտրենք, Աստծուն ունենանք ամեն ինչից առաջ։ Սողոմոնը ամեն բան կորցրել էր, երբ որ Աստծուն չուներ, ասում էր ունայնություն ունայնության։ Բայց երբ որ Աստծուն ուներ, ամեն բան ուներ։ Փիլիպեցիս 4:13-ն ասում է. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Մենակ չէ, Քրիստոսով։ Եթե Աստված մեզ հետ է, մենք ամեն բան կարող ենք անել։ Իսկ դրանից առաջ մենք պետք է փնտրենք Աստծո երեսը, ուզենանք, որ Աստված մեր հետ լինի։ Մովսեսը, երբ որ անցնում էր իր շրջանը, չուզեց հրեշտակին։ Աստված ասեց, ես չեմ գա ձեր հետ, իմ հրեշտակին կդնեմ, որ ձեզ առաջնորդի։ Մովսես ասեց, եթե դու չգաս, մենք չենք գնա։ Թող Աստված իրոք մեր սրտերը ուղղի, մեր սրտերը փոխի, որ մենք էլ ասենք Տեր, ինչ էլ կատարվի մեր հետ,
ինչ իրավիճակները լինի իմ Աստված, մենք առանց քեզ ոչինչ չենք ուզում։ Ես երբեմն զարմանում եմ, երբ որ քարոզիչները ասում էին, նույնիսկ ուզեմ դժոխք գնալ, բայց Հիսուսի հետ լինեմ։ Անհասկանալի էր այդ արտահայտությունը իմ համար։ Բայց երբ որ դու հասկանում ես, գիտակցում ես, որ դու Աստծո հետ ես, քո համար դժոխքն էլ կարա դրախտ լինի։ Առաքյալները անցան բոլոր նեղություններով, միայն մի պատճառով, որովհետև իրանք Աստծո հետ էին եւ Աստված իրանց հետ էր։ Թող Աստծո անունը փառավորվի։ Եկեք դնենք մեր սրտերի մեջ, որ մեր սիրտը ուղենք Աստծո առաջ։ Ինչ էլ որ կատարվի, ինչ էլ որ լինի, մենք առաջինը նայենք Աստծուն, մեր հայացքը բարձրացնենք դեպի Տերը, որ հավատարիմ է։ Եկեք կանգնենք ոտքի։ Գոհություն, փառք քեզ իմ Աստված ջան։ Մենք գոհանում ենք ամեն բարիքներիդ համար իմ Աստված, որ դու ցույց ես տվել մեր կյանքերի մեջ, Հիսուս։ Մենք շնորհակալ ենք իմ Աստված ջան, որ քեզանով, որ քո հետ ամեն բան կարող ենք իմ Տեր ջան։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված ջան, որ դու տեսնում ես մեր խնդիրները իմ Տեր։ Շնորհակալ եմ, որ դու տեսնում ես մեր հոգսերը իմ Աստված ու անտես չես անում իմ Աստված ջան։ Դու քեզ փնտրողներին վարձահատույց ես իմ Աստված։ Դավիթ իր խոսքերում ասում է. փոքր էի մեծացա, բայց արդարին քո երեսից թող նվազ չտեսա իմ Տեր։ Դու հավատարիմ Աստված ես։ Դու հավատարիմ Աստված ես։ Թող մեր սրտերը Տեր, թող մեր սրտերը փնտրեն քեզ ամեն իրավիճակի մեջ։ Եվ միայն դու փառավորվես Հիսուս։ Փառք, գոհություն, պատիվ քեզ իմ Աստված։ Ամեն։